2025 թվականի հունիսի 12 Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքից Air India 171 չվերթը պատրաստվում էր թռիչքի դեպի Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքը։ Օդանավի օդաչուներն են եղել Քլայվ Քունդարը և կապիտան Սումիտ Սահմարվային։ Առաջինը երիտասարդ, իսկ երկրորդը 47-ամյա փորձառու օդաչու։ Օդանավում գտնվում էին 242 մարդ, որից 12-ը անձնակազմի աշխատակիցներ, իսկ 232-ը ուղևոր։ Boeing 787-ը օդ է բարձրանում ժամը 13:38 րոպեին։ Նրանցից ոչ ոք անգամ չէր էլ կարող պատկերացնել, որ հաշված վայրկյաններ անց իրենց համար սկսվելու է սարսափելի աղետը։ Օդ բարձրանալուց հետո 20 վայրկյան անց ինքնաթիռը սկսում է կորցնել հավասարակշռությունը։ Օդաչուները խուճապահար չեն հասկանում, թե ինչ է կատարվում։ Շուրջ բոլորը բնակեցված տարածքներ էին։ Հնարավոր չէր վայրէջք կատարել, իսկ օդանավակայան վերադառնալ չէին հասցնի։ Այդ ծանր իրավիճակում կապիտան Սումիթին հաջողվում է կապնվել ավիադիսպետչերի հետ և փոխանցել անելանելի իրավիճակը, բայց ոչ ոք ոչինչ անել չէր կարող, բացի ինքնաթիռի ընթացքը հետևելուց։ 10 վայրկյան անց օդանավը ամբողջությամբ կորցնելով քաշի ուժը ու բարձրությունը ընկնում է բժշկական քոլեջի վրա ու նույն րոպեին կործանվում։ Ոչ ոքի մտքով անգամ չէր կարող անցնել, որ կարող է կործանվել այն օդանավը, որը կառուցված էր ժամանակակից տեխնոլոգիաներով, որը կարող էր կործանվել թռիչքից վայրկյաններ անց, իր հետ տանելով շուրջ 300 մարդկային կյանքեր, այդ թվում նրանց, ովքեր օդանավում չէին գտնվում և պատկերացում անգամ չէին կարող ունենալ, որ երկնքից օդանավ կընկնի իրենց վրա։ Օդանավը կործանվում է 13:38 րոպեին։ Օդանավի ուղևորներից փրկվում է միայն մեկ հոգի, որը նստած է լինում ինքնաթիռի պոչամասում։ Բախտի բերմամբ, թե երջանիկ պատահականությամբ, նա այդ պահին պարզապես դուրս է շպրտվում ինքնաթիռից, ստանալով վիրավորումներ։ Սակայն ողջ է մնում։ Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից և Boeing ընկերությունից դեպքի վայր են ժամանում ավիացիոն հետաքննիչներ՝ պարզելու համար աղետի պատճառները։ Աղետի պատճառների հետ կապված Հնդկաստանում շատ վարկածներ են առաջ բերում։ Սակայն ամենահավանական պատճառները երկուսն են։ Ըստ վարկածների, հնարավոր է, որ եղել է ինքնաթիռի տեխնիկական թերություն, կապված վառելիքի հետ, և օդաչուների սխալ։ Որոշ ավիացիոն հետաքննիչներ և փորձառու օդաչուներ հակված են այն փաստին, որ աղետի պատճառ է հանդիսացել օդաչուների սխալը։ Ըստ նրանց, օդաչուները միգուցե թևերի վրա գտնվող թռիչքը, արգելակման ընթացքը և վայրէջքը կարգավորող երկաթյա շերտերը թողել են սխալ դիրքի, ինչի հետևանքով էլ օդանավը կորցնելով իր բարձրացնող ուժը ընկել է։ Սակայն վերջնական պատասխանը պարզ կդառնա հետաքննությունից հետո։ Օդանավի 241 զոհվածներից 169-ը եղել են Հնդկաստանի քաղաքացիներ, 53-ը Մեծ Բրիտանիայի, 7-ը Պորտուգալիայի և 1 Կանադայի քաղաքացի։ Միակ ողջ մնացած տղամարդը ասել է, որ օդանավում արտասովոր ոչինչ չի եղել։ Օդանավը պարզապես չէր կարողանում բարձրություն հավաքել։ Նա ինքն էլ չէր կարողանում հավատալ, որ ողջ է մնացել։ Ավիավթարի մասին է խոսել փորձառու օդաչու Ռիչարդ Դե Կրեսպինին։ Նա համարվում է ավիացիայի իրական հերոս։ Նա այն օդաչուն է, ով 2010 թվականին վարում էր աշխարհի ամենամեծ ինքնաթիռը Airbus A380-ը, որը օդում վթարվեց։ Նա իր պրոֆեսիոնալ պատրաստվածության շնորհիվ, չունենալով գրեթե ոչինչ, կատարելով անհավանական վայրէջք, կարողացել է հսկայական 560 տոննա կշռող օդանավը վերադարձնել օդանավակայան։
փրկելով 469 ուղևորի կյանք և չունենալով ոչ մի զոհ։ Նա խոսել է, որ դեռ պարզ չէ, թե ինչ է կատարվել իրականում։ Միգուցե երկու շարժիչներն էլ խախտվել են, կամ միգուցե սխալն օդաչուներից է եղել, բայց ինչ էլ որ եղած լիներ, և օդաչուներն ինչքան էլ փորձառու լինեին, միևնույն է, ոչինչ անել չէին կարողանա այդքան կարճ ժամանակում։ Կարելի է ասել, որ 30 վայրկյան ժամանակում աղետը անխուսափելի էր։ Հնդկաստանի վարչապետը իր ցավակցություններն է հայտնել բոլոր զոհերի հարազատներին և խոստացել դրամական խոշոր փոխհատուցում։ Ամբողջ Հնդկաստանում սուգ է հայտարարված։